Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակությանն, այսօր իմ զրուցակիցն է քաղաքագետ Միքայել Զորյանը, բարև ձեզ, պարոն Զորյան։ Բարև ձեզ։ Պարոն Զորյան, եթե չեմ սխալվում, մոտ 10 օր առաջ տեղի ունեցավ իրադարձություն, որ ինքնին անսպասելի էր, բառացիորեն, որովհետև ինքը սպասված չէր այդ պահին գոնե, խոսքը վերաբերում է նրան, որ Ադրբեջանը հայտարարեց, հետո արդեն Հայաստանի Հանրապետության պաշտոնյաները հաստատեցին տեղեկությունը, որ Ղազախստանից Հայաստան ուղևորվում է Ադրբեջանի տարածքով հացահատիկի բավական մեծ խմբականակ, հասկանալի է, որ միանգամից Հայաստան չի գալու Վրաստանով կմտներ, որովհետև ենթակառուցվածքները չեն աշխատում դեռ, բայց սա առաջացրեց բազմաթիվ հարցեր, նախ ինչու հիմա։ Ըստ էության նախաստորագրված պայմանագիր կա, ըստ էության Հայաստանը դեռ չի բացել այդ կոմունիկացիաները Ադրբեջանի եւ Նախիջևանին կապող, ինչու Ադրբեջանը հիմա որոշեց եւ ինչու եւ ոնց ստացվեց, որ առաջինը դա հայտարարեց։ Տեսեք, հիմա այսպեսի մի իրավիճակ է ստեղծվել, երբ կա համաձայնություն, ըստ էության, կա խաղաղության գնալու վճռականություն երկու կողմում եւ Հայաստանի պարագայում ինձ թվում է կարիք չկա կասկածելու, որ դա իսկական է եւ Ադրբեջանի պարագայում էլ է կարծես իսկական, իհարկե պարզ է մենք չենք վստահելու Ադրբեջանը, իրանք էլ մեզ չեն վստահելու, բայց գոնե այսօր դա ակնհայտ է, որ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ եւ Հայաստանը եւ Ադրբեջանը շահագրգռված են, որ այս խաղաղության process-ը շարունակվի, բայց միևնույն ժամանակ կան որոշակի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ խնդիրներ, որ որոշակի սահմանափակումներ են դնում դրա վրա։ Մեկը այն է, ինչ որ դուք ասում եք, որ այդ ենթակառուցվածքները չկան, պարզապես սա օբյեկտիվն է, ու ժամանակ է պահանջվելու այդ ենթակառուցվածքները ստեղծելու համար, փող է պահանջվելու, ռեսուրս է պահանջվելու, գիտելիք է պահանջվելու, որը Հայաստանը եւ Ադրբեջանը կարող է դեռ այսօր չունեն, բայց կունենան։ Եվ սուբյեկտիվը նա է, որ նույն Ադրբեջանը, օրինակ, չափազանց շատ է շեշտը դնում, ժամանակին շատ են խոսել սահմանադրության այդ փոփոխության մասին, որ վերջնական պայմանագիրը կստորագրենք, երբ որ լինի սահմանադրության փոփոխություն, եւ իրենց այսպես ծուղակն են գցել, եւ հիմա իրանք չեն կարող այսպես միանգամից հրաժարվել այդ պահանջից, բայց միևնույն ժամանակ հասկանում են, որ ինչ-որ դրական քայլերի կարիք կա, որ ցույց տան, որ նրանք իրոք այդ խաղաղությունը ուզում են եւ պատրաստ են շարժվել այդ ուղղությամբ եւ կարծում եմ նաեւ փորձագիտական շրջանակներում հիմա այսի փնտրտուք է գնում երկու կողմերից էլ թե ինչ կարելի է անել որպեսզի դա դրական քայլ լինի բայց միևնույն ժամանակ դժվար կացության մեջ չդնի կողմերից ոչ մեկին եւ գտան այդպիսի քայլ կարծում եմ եթե ուզում եք զուտ տնտեսական կողմը այդ հարցի իմանալ պետք է ուրիշ մասնագետների հարցեք բայց քաղաքական տեսակետից դիվանագիտական տեսակետից սա կարևոր հայտարարություններ նույնիսկ եթե իրականում տնտեսական իմաստ չի պարունակում դա չնայած ինձ թվում է որ պարունակում է ամեն դեպքում սա կարևոր հայտարարություններ որը ցույց է տալիս որ Ադրբեջանը տրամադրված է խաղաղության ցույց է տալիս որ բացի Հայաստանից եւ Ադրբեջանից կան նաեւ երրորդ երկրներ խաղացողներ, որոնք շահագրգռված են, որ այս գործընթացը շարունակվի, եւ այս իմաստով ես կարծում եմ, որ սա դրական քայլ է եւ նման էլի ինչ որ քայլեր մենք կտեսնենք, այսինքն ոչ շատ մեծ, գուցե փոքր քայլեր, որոնք ուղղված են դեպի խաղաղություն երկու կողմերից եւ Ադրբեջանը ինչ որ մի քայլ կանի, հետո Հայաստանը իր հերթին ինչ որ քայլ կանի, հետո Ադրբեջանը քայլ կանի, սա շատ կարեւոր է, որպեսզի այս բացասական դինամիկան, որ եղել է տասնամյակներով, սա կոտրենք Այսինքն եթե առաջ մենք ունեինք մի կողմը ինչ որ պես ռազմատենչ հայտարարություններ անում են, մյուս կողմը պատասխանում էր, հիմա հակառակ դինամիկան կունենանք, երբ որ մի կողմը ինչ որ քայլ է անում, այն մյուս կողմը անում է քայլ առաջ, այո, կրկնում եմ, փոքր քայլեր են, բայց ամեն դեպքում քայլեր են։ Հիմա տեսեք, դուք ասացիք, որ այս քայլերը, ամենայն գոնե այս քայլը խոսում է դեպի խաղաղություն գնալու վճռականության մասին, բայց միաժամանակ նաև ստացվում է, տեսեք Ադրբեջանից փորձագետներ են գալիս քաղաքացիական ներկայացուցիչներ հասկանալի որ Ադրբեջանում քաղաքացիական հասարակություն գոյություն չունի, որովհետև կամ մահացել են կամ նստած են։ Դա այստեղ առաջացնում է քննադատության ալիք, այս ում հետ էիք հանդիպում դուք, հատկապես որ այնտեղ մի կին կար, որը անձամբ մասնակցել էր Արցախի շրջափակմանը 23 թվականին։ Այդ առաջինը, երկրորդը
վճռականության մասին այնքան էլ չի խոսում հանգամանքը, որ օրինակ 2 օր առաջ, եթե չեմ սխալվում, Եվրոպայում, չեմ հիշում որ երկրում, այդ Արևմտյան Ադրբեջան հասարակական կազմակերպությունը եւ այլն, ինչ որ խորհրդաժողով էր անցկացնում, էլի խոսում էին պատմական հողեր վերադարձի իրենց իրավունքի եւ ցանկության մասին։ Ու մենք բոլորս էլ հասկանում ենք, որ առանց Ադրբեջանի բարձր ղեկավարության թողտվության եւ թույլտվության նման հավաքներ ուղղակի չեն կարող լինել։ Հիմա այսպես ինչ է, սա կարելի ասել նահանջ երկով, թե երկակի խաղատան Ադրբեջան։ Դե տեսեք, նախ առաջին հարցին անդրադառնամ, այս հանդիպումների հետ կապված, իդեպ ես էլ կարող եի այդ հանդիպմանը մասնակցել, ուղղակի ես այդ ժամանակ Հայաստանում չէի, թե չէ ես որևէ խնդիր չունեմ նման հանդիպումների մասնակցել, ես մասնակցել եմ այլ երկրներում, իհարկե դե գոնե այս անգամ թիրախի չվերացրեցիք, լավ է։ Բախտս բերեց, բայց ամեն դեպքում ես կարծում եմ այն մարդիկ, որոնք մասնակցին հայկական կողմից, առնվազն որևէ խնդիր իրենց հետ չպիտի լինի, որովհետև շատ ճիշտ է այդպիսի հանդիպումներ ունենալը։ Ինչ վերաբերում է նրանց կազմին, ես ինչքան հասկանում եմ, յուրաքանչյուր կողմը ինքն էր այդ խմբի կազմը որոշում եւ այնպես չի որ հայերը, ասենք, կարող էին վետո դնել իրանց մասնակցի վրա կամ իրանք կարող էին վետո դնել մեր մասնակցի վրա։ Եվ կարծում եմ, որ գիտեք, այստեղ նաեւ ուրիշ բան կա, էլի խաղաղություն դու ում հետ ես կնքում, քո թշնամու հետ ես կնքում։ Եկեք ճիշտ խոսենք, էլի ի՞նչ է խաղաղությունը, որ ասենք ես ու ինչ որ մեկը փորձում ենք իրար սպանել, հետո տեսնում ենք, որ սպանել չի ստացվում, ասում ենք դե լավ, եկեք խաղաղության մեջ ապրենք, ել չփորձենք իրար սպանել։ Դու խաղաղություն մասին խոսում ես քո թշնամու հետ, այն մարդու հետ, ում դու ուզեցել ես սպանես, չի ստացվել սպանելը, ցավոք սրտի, ինքն էլ փորձել է քեզ սպանել, իր մոտ էլ չի ստացվել։ Բարեբախտաբար, հա։ Դրա համար այդպիսի մարդիկ լինելու են, այո, այնտեղ լինելու են մարդիկ, ովքեր մասնակցել են հակահայկական ինչ-որ ակցիաների, ու մեր կողմից էլ լինելու են մարդիկ, ում Ադրբեջանում համարում են ադրբեջանական ժողովրդի թշնամի։ Հենց այդ մարդիկ պետք է հանդիպեն, իրար հետ խոսեն եւ դրա արդյունքը լինի խաղաղությունը։ Պարզ է, որ կան ինչ-որ կարմիր գծեր, հա, ինչ-որ մարդիկ, ովքեր ռազմական հանցագործություններ են կատարել, այդ առանձին խոսակցությունն է, որին դեռևս պատրաստ չեն մեր ժողովուրդները եւ շատ կոնֆլիկտներ կան, որոնք տասնամյակներով այդ կոնֆլիկտների, պես ասած, լուծման հա փորձերը ճիշտ տարբեր փուլեր են անցել այդ կոնֆլիկտների լուծման փորձերը եւ տասնամյակներ են անցել, մինչեւ անդրադարձել են այդ խնդիրներին, ռազմական հանցագործություններ, բռնություն եւ այլն, դրան մենք դեռ շատ ունենք գնալու, ամենայն դեպս այս փուլում դրա մասին խոսել շատ վաղ է, հա, եւ այստեղ ես կարծում եմ, որ ինքնին են փաստը, որ ադրբեջանական փորձագետները ուղիղ չվերթով եկել են ժամանել են Երևան, սա եւս խաղաղության մասին խոսող հա, ասած քայլ է, որ եւ այն որ այդ մարդիկ եկել են Հայաստան եւ այն որ մենք ընդունել ենք այդ մարդկանց, խոսում է նրա մասին, որ երկու կողմերը շարժում են դեպի խաղաղություն։ Ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակության մասին, հա, տեսեք, Ադրբեջանը ավտորիտար պետություն է, հա, այնտեղ խաղաղության մասին պետք է խոսես այդ պետության հետ։ Մենք կարող ենք, ես էլ մասնակցել եմ նաև այդպիսի հանդիպումների, երբ որ մենք խոսում ենք այլախոհների հետ, ադրբեջանցի այլախոհների հետ, մարդկանց հետ, ովքեր, ասենք, հանուն ժողովրդավարության են պայքարել, հիմա մեծ մասամբ իրանք իհարկե Եվրոպայում են կամ այլ երկրներում են, եւ նրանց հետ շատ ավելի հեշտ է խոսել, որովհետեւ նրանց հետ արժեքային ինչ-որ տարբերություններ շատ ավելի քիչ ունենք, հա։ Բայց այդ մարդկանց հետ խոսելը դա առանձին թեմա է, սա ուրիշ խոսակցություն է, սա էլ է պետք, բայց այդ խոսակցությունը որևէ ձևով չի ազդում Ադրբեջանի կառավարության գործողությունների վրա։ Հիմա այս քաղաքացիական հասարակությունը, կարող ենք ասել ճակերտավոր քաղաքացիական հասարակությունը, սա մարդիկ են, ովքեր կառավարության հետ անմիջական կապի մեջ են եւ մեսիջներ են փոխանցում, հա, այսինքն երբ որ օրինակ չեն վարչապետ նախագահ կամ արտաքին գործերի նախարարներ հանդիպում են իրար հետ, դրանք բոլոր հարցերը չի որ կարող են քննարկել, հա, կան հարցեր, որոնք քննարկում են փորձագետների միջև, ասենք հասարակական կազմակերպությունների մակարդակով եւ այլն, հետո այդ քննարկման արդյունքները զեկուցվում են, պես ասած, վերև, դե մեզ մոտ ավելի հորիզոնական է դա, հա, մեզ մոտ փորձագետները պարբերաբար հանդիպում են, ասենք, չունեն վարչապետի հետ, արտգործնախարարի հետ եւ այլն, եւ այդտեղ ավելի հորիզոնական խոսակցություն է տեղի ունենում, որտեղ մենք ժողովրդավարական երկիր ենք, շատ թե քիչ։ Այնտեղ ուրիշ ձևով է դա աշխատում, այնտեղ ավելի, այսպես ասած, ուղղահայաց կապեր են, բայց այդ մարդկանց հետ խոսելը ամեն դեպքում շատ կարևոր է եւ ես այլ եմ համարում դրական քայլ։ Ինչ վերաբերում է դրա համար, որպեսզի այդ ուղղահայացով բարձրանա վերև։ Հա, որովհետեւ ասում եմ, ասենք կարող է վարչապետը նախագահ հանդիպեն, չինը 6 ժամ խոսեն, բայց նրանք չեն կարող 3 օրով հանդիպել, ասենք նստել։ Իսկ այդտեղ շատ հարցեր կան, որոնց քննարկման կարիքը կա, հա, գոնե նախնական ինչ-որ քննարկում
իրականացնել, որ հետո այդ նախնական քննարկումից հետո դա մտնի միջպետական դաշտ։ Հիմա մեդալի հակառակ կողմի մասին, Արևմտյան Ադրբեջան, վերադարձի իրավունք, ցանկություն եւ այլն պատմական Դե այստեղ տեսեք, բարձր որ մի օրվա մեջ այդ ամենը չի փոխվելու, հա, ասենք հատկապես քարոզչությունը որոշակի իներցիա ունի եւ այդ իներցիան է կարծում եմ աշխատում։ Բացի դրանից տեսեք, Հայաստանի պարագայում կա կառավարություն, որը ասում է մենք խաղաղության կողմնակից ենք եւ այլն, ու կա անդիմություն, որը խոսում է վերադարձի իրավունքի մասին, խոսում է վրեժի մասին, հիմա որ վրեժի մասին չի խոսում, բայց մինչև վերջերս խոսում էր եւ այլն, Ադրբեջանի տեսակետից դա մի կողմ է։ Դա Հայաստանն է, դա հայերն են։ Դրան գումարվում է Սփյուռքը, որը էլի իր դիրքորոշումն է, հա, եւ կան, ասենք, բազմաթիվ գործիչներ, նույն եվրոպացիներից, ամերիկացի կոնգրեսմեններ եւ այլն, որոնք այդ հարցերը բարձրացնում են։ Ադրբեջանում այնտեղ չկա անդիմություն։ Եթե այնտեղ լիներ անդիմություն, կլիներ այդ անդիմությունը այդ հարցերը բարձրացնում, հա, բայց նրանք տեսնում են, որ ինչ-որ հայեր, ինչ-որ հարցեր են բարձրացնում եւ համարում են, որ պետքա դրան, ասենք, պատասխան տան կամ նախահարցակ լինեն, հա, դրա համար այսպիսի քայլեր լինելու են, բայց ես կարծում եմ, որ գնալով դրանք, եթե դրական դինամիկան շարունակվի, գնալով մենք ավելի քիչ կլսենք Արևմտյան Ադրբեջանի մասին, ավելի քիչ կլսենք նման բաների մեջ, ու արդեն այդ դինամիկան կա, ասենք մի տարի առաջ կամ 2 տարի առաջ ամեն, այսպես ասած, խոսափողից այդ Արևմտյան Ադրբեջանն էր լսվում։ Հիմա արդեն դա ինչ-որ ՀԿ-ի մակարդակով արվում, կարծում եմ հետագայում ինչքան ավելի մեր հարաբերությունները այսպես կարգավորվեն, այդքան այդ թեմաները ավելի քիչ կհնչեն։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ սա, այսպես ասած, վճռորոշ բան չի, հա, պետք է դրան ուշադրություն դարձնել, պետք չի, այսպես ասած, թուլանալ եւ 100%-ով վստահել։ Հատկապես եթե հաշվենք առնում ում հետ գործում ենք, հա։ Դե իրանք էլ նույն ձևով մեր մասին են մտածում, էլի, այսինքն սա պատերազմի լոգիկա է, որտեղ երկու կողմն էլ, հա, իրար, այսպես ասած, համարում են թշնամի։ Հիմա ժամանակ է պահանջում, որպեսզի այդ լոգիկայից անցնենք ուրիշ լոգիկայի, որտեղ գոնե եթե չհամարենք իրար գործընկեր, ապա գոնե համարենք իրար, չգիտեմ, հարևան, ասենք թե, հա, այլ ոչ թե թշնամի։ Լավ, վերադառնալով այդ հարևանության եւ բեռնափոխադրումների եւ ապաշրջակայական թեմային, այստեղ բավական եւս մի անսպասելի բան տեղի ունեցավ։ Ռուսաստանը կայծակնային արագությամբ ըստ էության արձագանքեց, ընդ որում արձագանքեց դրական իմաստով։ Փոխվարչապետ Օվերչուկը, եթե չեմ սխալվում, հայտարարեց, որ ադրբեջանական կողմի հետ արդեն իսկ բանակցություններ են սկսվել, որպեսզի բեռնափոխադրումների հոսքի մի մասը դեպի Հայաստան եւ Հայաստանից դեպի Ռուսաստան փոխվի այդ ուղղության վրա, այսինքն լարսը չդառնա միակ տարբերակը երկու երկրների միջև տնտեսական կապը ապահովելու համար, սա նույնպես մի քիչ անսպասելի էր, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր հայրենի ընդդիմությունը պարբերաբար պնդում էր, որ օգոստոսի 8-ին նախաստորագրված հռչակագրի մասին չի խոսքը, նախաստորագրված հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը, սեպարատ համաձայնագիրը, որը գրվել էր, մշակվել էր եւ ստորագրվել էր առանց ռուսական կողմի համաձայնության, դրանով Հայաստանը հարվածի տակ դրեց, այսպես ասենք, տարածաշրջանում Ռուսաստանի շահերը, իսկ եթե մի քիչ ավելի կոշտ ձևակերպում անենք, իրենց ձևակերպումներից Հայաստանը դավաճանել է Ռուսաստանին։ Հիմա մեկ էլ հանկարծ Ռուսաստանը ասում է, չգիտեք ինչ կա, ինձ էլ է հետաքրքիր, այդ ոնց։ Դե նախ այդ մեղադրանքներին անդրադառնանք, հա, որ իբր Հայաստանը դավաճանել է Ռուսաստանին եւ այլն։ Իրականում եթե ինչ-որ մեկը դավաճանել է, ապա Ռուսաստանն է Հայաստանին դավաճանել, եւ եթե ինչ-որ մեկը սեպարատ համաձայնությունների է եկել, եղել է Ռուսաստանը, որը դեռևս 20 թվականին Թուրքիա եւ Ադրբեջանի հետ եկել է որոշակի համաձայնության Հայաստանի հաշվին։ Եվ դրանից հետո այդ գործելավոճը շարունակվել է, ըստ էության եւ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունը, հա, հայտարարությունը ավելի ճիշտ, եւ մնացած այդ ամեն ինչը ըստ էության Ռուսաստանը առանց Հայաստանի շահերը հաշվի առնելու պայմանավորվել է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, հետո Հայաստանին ուղղակի այդ թուղթը դեմ են տվել, ասեն ստորագրեք։ Էն էլ այնուամենայնիվ Հայաստանը կարողացել է գոնե այդ նոյեմբերի 9-ի պարագայում մի քանի կետեր ձևափոխել, հա, չնայած շատ դժվար պայմաններում, բայց այնուամենայնիվ գոնե դա կարողացել են կանել։ Այնպես որ այս իմաստով դրիվ այսպես նորմալ բան է, որ մենք էլ ռուսական շահը չպիտի հաշվի առնենք, եթե դա հակասում է մեր շահին։ Եթե դա չի հակասում մեր շահին, իհարկե շատ ավելի լավ է բոլորի հետ, այսպես ասած, բոլորի համար փոխշահավետ լինի, եթե Ռուսաստանի շահը կարողանում ենք համադրել մեր շահերի հետ, խնդրեմ, եւ
Ռուսաստանի պարագայում գիտեք մենք տեսնում ենք, որ ընդհանրապես այսօրվա Ռուսաստանը ինքը մի կողմից ունի խնդիրներ, որոնք իրեր համար իրոք կարմիր գիծ են, եւ Ուկրաինայում մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը այսպես կենաց եւ մահվան պայքար է մղում։ Բայց այն ամեն ինչը ինչ որ կապված է Կովկասի հետ, հա, Մերձավոր Արևելքի հետ, մենք այստեղ տեսնում ենք, որ Ռուսաստանը քայլ առ քայլ նահանջում է մեր տարածաշրջանից եւ Ռուսաստանի հանդեպ այսպես բացահայտ թշնամական քայլեր են անում Թուրքիան եւ Ադրբեջանը, եւ Ռուսաստանը որոշ ժամանակ հետո շատ հանգիստ կուլ է տալիս այդ քայլերը եւ սկսում է շատ պրագմատիկ ձևով նորից հարաբերվել այդ երկրների հետ, հա, հիշում եք ռուսական ինքնաթիռը, որը 17 վայրկյանով մտել էր լոլիկային պատերազմ, հա, 17 վայրկյանով թե ինչքանով մտել էր թուրքական օդային տարածություն ու խփել էին այդ ինքնաթիռը, չգիտեմ, դեսպանին էին սպանել Թուրքիայում, հա, լավ, ասենք այդ սադրանքեր ինչ որ եւ այլն։ Նույն Ադրբեջանի պարագայում հենց վերջերս մենք տեսանք ինչ եղավ, հա, իհարկե նաեւ Սիրիան չեմ ասում, հա, Սիրիայից ըստ էության ռուսներին քշեցին, հա, եւ այս վերջերս Սիրիայի նոր նախագահը, ում Ռուսաստանում ահաբեկիչ էին համարում, ասում էին Ալ-Քայդայից, հա, եւ իրոք հիմքեր կային, հիմա ինքը գնաց Մոսկվա, բոլորի հետ հանդիպեց, շատ հանգիստ սիրուն, հա, այսինքն եթե դու Թալիբանի առաջնորդներն էին Այսինքն եթե կա Ռուսաստանի համար Ուկրաինայի խնդիրը, որտեղ այո Ռուսաստանը մինչև վերջ պատրաստ է գնալ, գոնե մինչև հիմա, բայց մնացած հարցերում Ռուսաստանը ավելի պրագմատիկ դիրքորոշում է սովորաբար, հա, որդեգրում եւ եթե դու չես ստորացնում Ռուսաստանին, եթե դու այսպես բացահայտ դեմքին չես թքում, իսկ մենք այդ իմաստով գոնե վերջի տարիներին շատ այսպես զգուշ ենք, հա, ասենք Փաշինյանը գնաց Մոսկվա, հետո գնաց ուրիշ հանդիպումների, չգիտեմ, Շանխայ գնաց եւ այլն։ Այսինքն կներեք միտքը կշարունակեք, եթե չես թքում Ռուսաստանի դեմքին։ Հա, եթե Ռուսաստանի դեմքին չես թքում, բայց դու քո շահը առաջ ես տանում, Ռուսաստանը ի վերջո դա ընդունում է։ Այսինքն Ռուսաստանի համար շատ ավելի վտանգ Թուրքիան թքել է Ռուսաստանի դեմքին, Ադրբեջանը թքել է Ռուսաստանի։ Դե թքել են, բայց շատ ակնհայտ չեն թքել։ Ոնց որ թքել են, հետո ներողություն են ասել, հա, ասենք այսպես Դե չէ, ինչ որ ասել չէ, դու պիտի ներես։ Դե ամեն դեպքում տեսեք, իրանք այսպես շատ բացահայտ ինչ որ մի հատ բարեդրացիության եւ այսպես բարեկամության մի հատ ինչ որ իլյուզիա կա, որ եւ Թուրքիան եւ Ադրբեջանը Ռուսաստանի հետ պահում են, հա, այսինքն հա կարող է այդ պահին թքեն, բայց հետո ուրեմն հանդիպում են, շփվում են եւ այլն։ Հիմա նույնը մեզ մոտ է, այսինքն մենք մի կողմից ես կարծում եմ, որ Հայաստանը այսօր ապագաղութացման քաղաքականություն է վարում եւ Հայաստանի ներսում էլ մենք դա տեսնում ենք, կարող ենք առանձին քննարկել, այսինքն Հայաստանը փորձում է ազատվել այն գաղութային կախվածությունից, որը մենք ունենք Ռուսաստանից։ Բայց դրանով հանդերձ երբ ընդդիմությունը պնդում է, որ Հայաստանը ըստ էության զանց է առել իր պարտավորությունները, պարտականությունները եւ բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի նկատմամբ, ընդդիմությունը դա ոչ թե ասում է իշա Հայաստանի ծեր դրամաբանության բմասում, այլ որովհետեւ ինքը շարունակում է մնալ Ռուսաստանի հետ այդ գաղութային հարաբերությունների տրամաբանության մեջ։ Այո, եւ տեսեք, օրինակ ես հաճախ զարմանում եմ, թե մեր ընդդիմությունը ինչու է ինչ-որ քայլեր անում կամ ինչ-որ հայտարարություններ անում, որոնք ակնհայտորեն իրեն ձեռնտու չեն ու իրեն ձայն չեն բերում, հա, այսօր Հայաստանում հասարակությունը շատ խորը հիասթափված է Ռուսաստանից, հա, բայց ու եթե օրինակ զուտ առաջնորդվենք քաղաքական տրամաբանությամբ, օրինակ եթե դուք ուզում եք ընդդիմադիր կուսակցություն բացել, շատ ձայն հավաքել, հա, եկող ընտրություններին, տրամաբանական կլինի, որ դուք օրինակ ներկա իշխանությանը մեղադրեք, որ ինքը բավարար չի, ասենք, Ռուսաստանից ասած անկախանալու գործում առաջ չի գնում, ավելի կոշտ պետքա պատասխանի Ռուսաստանին եւ այլն, որովհետեւ կլինեն մարդիկ, ովքեր այդ դիրքորոշումը իրենց հոգեհարազատ կլինի, իրենք ձեզ կքվեարկեն։ Դրա փոխարեն ընդդիմությունը, տեսնելով որ Ռուսաստանի վարկը շարունակ ընկնում է Հայաստանի ներսում, ինքը շարունակում է ռուսամետ ինչ-որ դիրքերից հանդես գալ կամ գոնե լավ, ասենք չեմ ասում քննադատեն Ռուսաստանին կամ ասեն պետք է ավելի արագ անջատվենք Ռուսաստանից, գոնե ասեն որ հա մենք ընդունում ենք որ Ռուսաստանը ինչ-որ բաներ այնպես չի արել։ Դա էլ չեն անում։ Ինչի, որովհետև ընդդիմության գոնե որոշ մասը ինքը ուղիղ կառավարվում է Ռուսաստանից եւ ուղղակի ուղիղ դառնում է Ռուսաստանի, այսպես քարոզչա միջոցը, հա, ինքը ոչ թե մտածում է իր շահերի մասին,
որպես քաղաքական ուժ Հայաստանում, այլ ինքը ուղղակի կատարում է որոշակի առաջադրանք, որը Ռուսաստանից ստացել է։ Միայն այդ պարագայում դա դառնում է տրամաբանական, որովհետև եթե նրանք լինեին ինքնուրույն քաղաքական ուժ, որը ինքնուրույն հայաստանյան, այսպես օրակարգով է առաջնորդվում, լրիվ ուրիշ տեքստեր կլսեինք իրանցից։ Էլի կարող է հոգու խորքում լինեին ռուսամետ, բայց ամեն դեպքում նրանք չէին փորձի, այսպես ասած, նրանք չտեսնելու չէին տա այն վերաբերմունքը, որ այսօր Հայաստանում կա Ռուսաստանի վերաբերյալ։ Պարոն Զորյան, բայց տեսեք, ձեր ասացի տրամաբանության մեջ փորձեմ այսպեսի եզրահանգում անել, եթե ինչ-որ հարցում սխալվում եմ կամ դա չի բռնում ձեր ասացին, ինձ ասեք, հա, ստացվում է։ Կառավարվողներին դնենք մի կողմ։ Դուք ասում եք, որ ընդդիմության գոնե մի հատվածին կառավարում են Ռուսաստանից։ Հիմա ձեր ասած տրամաբանությամբ դառնում է, որ կառավարողները բացարձակ հիմար են։ Ինչու, որովհետև չեն ասում, գիտեք ինչ կա, վաղը, հա, հասկացանք, Հայաստանում ավտորիտար համակարգ չի, վաղ ընտրություններ են, եկեք դուք հիմա այդ Գառնուկի մորթին քաշեք վրաները, ասեք, այ Ռուսաստանը սխալ էր, ժողովուրդը ճիշտ է, որ հիասթափվել է, եկեք դուք մտեք պարլամենտում փորձեք ձևավորել մեծամասնություն, դրանից հետո արդեն երկրի արտաքին քաղաքական կուրսը փոխեք։ Եթե նման բան չի արվում, այդ նշանակում է դա չանողը ապուշ է։ Դե դուք եք ասում, ես չեմ ասում։ Ես ասեցի ձեր տրամաբանությունը այդ դրա մասին։ Տեսեք, ինձ թվում է, այսօր Ռուսաստանը այսպես մի առնվազն 3 ուղղությամբ է խաղում, հա։ Մեկը կառավարության հետ ինքը շարունակում է այսպես քաղաքակիրթ երկխոսություն, որի շրջանակներում օրինակ ասում է մենք պատրաստ ենք ծորենը Ադրբեջանով ուղարկել, հա, որ ի վերջո եթե ընտրություններում հաղթի ներկա կառավարությունը, որպեսզի չլինի, հա, ասենք Հայաստանի հետ լրիվ չխզվեն հարաբերությունները, էլի որոշակի ազդեցություն նրանք պահեն եւ այլ։ Դա պրագմատիկ բանն է, որ ես ասում եմ, եթե երեսին չես թքում, իրանք շարունակում են քո հետ աշխատել։ Երկրորդ ուղղությունը այդ հենց ռուսամետ քարոզչությունն է, որը նրանք Հայաստանում առաջ են տանում իրենց ենթակա ուժերի միջոցով եւ հավանաբար իրանք չեն համարում, որ այդ ուժերը, ասենք, կարող են շատ ձայներ հավաքել եւ այլն, դրա համար արդեն նրանք օգտագործում են այդ ուժերը զուտ որպես քարոզչության միջոց։ Եւ հավանաբար տեղեկատվական ֆոն են ապահովում կամ մտածում են, չգիտեմ, փող բաժանելով այնպես կանենք, որ մարդիկ այդ քվեարկեն իրանց, կամ էլ ուղղակի լավ պատկերացում չունեն Հայաստանում քաղաքական ուժերի, ասենք, այդ բալանսի մասին։ Եվ ենթադրում են, որ կա նաև երրորդ խումբը, որոնք հենց այդ ձեր ասածն են, որոնք կարող են նաև արևմտամետ տեքստեր ասել, հա, կարող են, չգիտեմ, ապագաղութացման մասին խոսել, բայց ելի կառավարվել Ռուսաստանից։ Նման օրինակներ մենք ունենք Ուկրաինայում, որտեղ ասենք եղել են ամենածայրահեղ ազգայնական ուժերը, հետո պարզվել է նրանք Մոսկվայից են կառավարվել կամ Յանուկովիչի կողմից են կառավարվել, հա, այսինքն էդ էլ պետք է ուշադիր լինել, որովհետև ես համոզված եմ, որ նաև նման կամ ծայրահեղ ազգայնական կամ ինչ-որ ծայրահեղ պոպուլիստական ինչ-որ ուժեր կլինեն, որոնք բացահայտորեն չեն ասի, որ նրանք ռուսամետ են, բայց էլի կվերահսկվեն Ռուսաստանի կողմից եւ պետք եղած պահին կանեն այն, ինչ նրանց կհրանգվի Մոսկվայից։ Արևմուտքի հետ հարաբերությունները այսպես բավական ես չգիտեմ, դեռ օրինաչափություն չեմ տեսնում այնտեղ։ Մի կողմից Թրամփը երեք հայտարարում է, որ վերահաստատելով, որ այ իր միջնորդական ջանքերի շնորհիվ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվեց, բավական անսպասելիությունների ժամանակաշրջանում ենք ապրում, հայտարարեց, թե անմիջապես հետո իրեն զանգարել է Վլադիմիր Պուտինը, ասել է, որ ինքը հիացած Թրամփի արած աշխատանքով, որտեղ ինչ որ չէր հաջողում 30 եւ ավելի տարի, Թրամփին հաջողվեց անել կես տարում։ Դրա հետ զուգահեռ Արադ Միրզոյանը երեք հայտարարեց, որ Եվրամիության հետ նախատեսվում է ստորագրել փաստաթղթերի մի փաթեթ, փակագծերը չբացեց, ինչի մասին է չգիտենք, այ հիմա արևմուտքի հետ հարաբերությունները Հայաստանի դեպի ուր են գնում, այսինքն մենք որ կետին ենք հասել։ Տեսեք, ընդհանրապես հիմիկվա արտաքին քաղաքականությունը Հայաստանի կարելի է բնորոշել դիվերսիֆիկացիա տերմինով, հա, այսինքն մենք եթե առաջ ուղղակի Ռուսաստանի գրպանում էինք, այսպես ասած, մենք հիմա փորձում ենք շատ նոր խաղացողների հետ կապեր հաստատել, բայց այդ դիվերսիֆիկացիայի մեջ նաև հատուկ տեղ ունի արևմուտքը, եւ այստեղ Եվրամիությունը կամ Եվրոպան մի ուղղություն է, ԱՄՆ-ն ուրիշ ուղղություն է, բայց դրանով չի սահմանափակվում, կա Հնդկաստան, կան արաբական երկրներ, Իրան, Հնդկաստան եւ այլն, այսինքն դիվերսիֆիկացիա է սա։ Չէ, ասի որ զուտ դեպի արևմուտք ինչ որ, հա, թեքվելու մասին ենք խոսում, չնայած դա էլ կա։ Հիմա
այս փուլում դեռևս մենք ոնց որ այնպեսի խնդիր մեր առաջ դրված չի, որ մենք ընտրենք, ասենք, Ամերիկայի եւ Եվրոպայի միջեւ կամ նույնիսկ ասենք Եվրասիական միությունից դուրս գալու խնդիր այս պահին դրված չի, հա։ Այսինքն, եթե այս ճանապարհը շարունակվի, ինչ որ պահին, օրինակ, Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու խնդիր կառաջանա։ Բայց այս փուլում ընդհանրապես խնդիր է դրված, որ այս կախվածությունը, որ մենք մինչև հիմա ունեինք Ռուսաստանից, ու կոպիտ ասած 90%-ով ամեն ինչում կախված էինք Ռուսաստանից, հիմա գոնե, ասենք 30%-ով կախված լինենք ԱՄՆ-ից, 30%-ով Եվրոպայից, 30%-ով Ռուսաստանից, 10%-ով ասենք Հնդկաստանից։ Այսինքն այս խնդիրն է մեր առջև դրված, հա, եւ այս խնդիրը լուծելը դեռևս չի պահանջում, որ մենք sense հստակ ասենք, որ վերջ գնում ենք Եվրամիության անդամ ենք ուզում դառնալ եւ ուրիշ ոչ մի բան հաշվի չենք առնում։ Բայց նաեւ մենք այս փուլում ասում ենք, որ մենք այո, կարող է եւ Եվրամիության անդամ դառնանք։ Դե Եվրամիությունը ինքը տնտեսական կառույց է, դրա համար այդտեղ համատաբար այսպես խաղի տեղը շատ է։ Օրինակ, եթե շատ ավելի լուրջ հարց է մեր անվտանգության որևէ բլոկին պատկանելու կամ չպատկանելու հարցը, եւ օրինակ որևէ մեր պաշտոնյաներ հիմա չեն ասում, որ մենք ուզում ենք ՆԱՏՕ-ի անդամ դառնանք, բայց նաև ՆԱՏՕ-ի հետ են հարաբերությունները ինչ որ չափով ավելի այսպես ակտիվանում, հա, եւ թե ինչ կլինի վերջում, մենք այսօր չենք կարող ասել, որովհետեւ միայն մեզնից չի կախված։ Այսինքն հիմա ես այսպես եմ հասկանում, որ մենք մեր, հա, այսպես ծրագիր մաքսիմումն ենք ասում, որ մենք ասում ենք, որ բոլորի հետ ուզում ենք լավ լինենք, բոլորի հետ ուզում ենք լավ աշխատենք, ամերիկացիների հետ ուզում ենք աշխատենք, թրիփը միասին կառուցենք, Եվրամիության հետ ուզում ենք ինտեգրվենք ընդհանուր մինչև Եվրամիության անդամ դառնալ, Ռուսաստանի հետ կապերը չենք ուզում խզել, ուզում ենք շարունակել Ռուսաստանի հետ առևտուր անել եւ այլն եւ այլն։ Այսինքն բոլորի հետ ուզում ենք լավ լինենք։ Հիմա թե այդ ծրագիր մաքսիմումի որ մասը իրատեսական կլինի, կախված է ոչ միայն մեզնից, այլ կախված է օրինակ նրանից, թե ինչով կավարտվի պատերազմը Ուկրաինայում, ինչ ռեժիմ կլինի Ռուսաստանում, ասենք 2 տարի հետո, ով կլինի նախագահ Թրամփից հետո, ինչ կանի Եվրոպան այս ամենի պարագայում, հա, այսինքն շատ անհայտներ կան, որոնք մեզնից կախված չեն։ Մեզնից այս փուլում գալիս է, որ մենք հրճակենք մեր նպատակները, հնարավորինս այսպես մաքսիմալ նպատակներ եւ հետո արդեն այդ նպատակներից ելնելով բոլոր խաղացողների հետ աշխատենք, տեսնենք թե ինչն է իրատեսական, ինչը ոչ։ Ես այսպես եմ հասկանում։ Երբ մենք հայտարարում ենք, որ մեր նպատակներից մեկը ճանապարհն է դեպի Եվրոպա, մենք ունենք այդտեղ երկու խնդիր, որոնցից մեկը խոչընդոտ է այս պահին, մյուսը դեռ հասկանալի չի։ Խոսքը վերաբերում է Վրաստանին, որ հասկանալի չի այս պահին ինչ է լինելու արևմուտքի հետ նրանց հարաբերությունները բավական լարված են։ Վրաստանը հրաժարվեց անգամ Եվրանեստի այստեղ խորհրդաժողովին մասնակցել։ Մյուս այն որ ասում եմ խոչընդոտ, դա արդեն Թուրքիան է, որ այս պահին գոնե շարունակում է մնալ այդպիսին, հա, խոչընդոտ է։ Եվ այստեղ մի շատ հետաքրքիր ռազմավարական ուղղություն կա, որի մասին հետազոտությունը ես կարդում 3, դա Կատարն է, հա։ Կատարի մասնակցությունը Թուրքիայի տնտեսությանը, որովհետև Կատարը անում է այն, ինչ որ ժամանակին անում էր կայզերական Գերմանիան, այսինքն ինքը փափուկ ուժի միջոցով մխրճվում է Թուրքիայի տնտեսության եւ բնականաբար հետեւաբար նաեւ արտաքին քաղաքականության մեջ, եւ դա նշանակում է, որ Հայաստանը հիմա ենթադրաբար պիտի աշխատի ոչ միայն Թուրքիայի հետ, այլև աշխատի գնալ դեպի Կատար։ Այդ ուղղությամբ ըստ քայլեր արվում են եւ որքանով են դրանք կարեւոր։ Դե տեսեք, միայն Կատարը չի, Կատարը շատ ճիշտ եք ասում, ինքը շատ կարևոր երկիր է, չնայած հիմնական փափուկ ուժի հաշվին է, որ նա կարևոր երկիր է, որովհետեւ տարածքով շատ փոքր է եւ ռազմական ուժի առումով էլ, հա, տեսանք Իսրայելը այնտեղ օրինակ ռազմական օպերացիա իրականացրեց։ Կատարը շատ կարևոր երկիր է, բայց նաև Սաուդյան Արաբիան է կարևոր երկիր, որի հետ էլի մեզ մոտ հիմա հարաբերությունները սկսել են կարգավորվել, Արաբական Էմիրություններն են կարևոր երկիր, ու մենք տեսնում ենք, որ տնտեսական առումով հիմա շատ սերտացել են մեր կապերը, հա, եւ այդ բոլորը երկրներ են, որոնք նաև արևմուտքի հետ շատ սերտ կապեր ունեն եւ անձամբ Թրամփի հետ սերտ կապեր ունեն, հա։ Միևնույն ժամանակ նրանք մուսուլմանական աշխարհի երկրներ են եւ դրանց միջոցով մուսուլմանական աշխարհի հետ կարելի է աշխատել եւ ճիշտ եք ասում Թուրքիայի հետ էլ կարելի է աշխատել եւ տեսեք Հայաստանը այստեղ ինքը շատ յուրահատուկ մեր այն որ մենք դասագրքերում կարդում ենք որ Հայաստանը քաղաքակրթությունների խաչմերուկ է եւ այլն հիմա նոր դա սկսել է իրոք աշխատել որովհետեւ տեսեք մի կողմից մենք Եվրոպայի հետ ենք աշխատում եւ Եվրոպայում մեզ ընկալում են որպես մերոնքական ու ճիշտ են անում ու մենք էլ ենք Եվրոպային ընկալում որպես մերոնքական բայց միևնույն ժամանակ մենք նաեւ մերձավոր արևելքում ենք հա այսպես ասած ընդունված
բացված, հա, եւ պատմականորեն, եւ աշխարհագրական դիրքի տեսակետից, եւ հիմա երբ որ այս ապաշրջափակումը այս կամ այն ձևով տեղի է ունենում, մենք շատ ավելի սերտ կապեր կարող ենք ունենալ։ Եվ այստեղ ես հակասություն չեմ տեսնում այդ եվրոպական ուղղության միջև եւ մերձավոր արևելյան ուղղության միջև, եւ այստեղ նաեւ ինչն է լավը, որ տեսեք, Ամերիկան մերձավոր արևելքին այսօր շատ մեծ ուշադրություն է դարձնում, Եվրոպային ասում է դուք ձեր հարցերը ինքներդ լուծեք։ Եվ մենք այստեղ ստացվում է, որ ոնց Ամերիկայի տեսակետից դիտարկվում ենք մերձավոր արևելքի հետ մեկ փաթեթի մեջ, ինքը ինչը մեզ ձեռնտու է, որովհետև դա նշանակում է, որ Թրամփը մեզ այսպես չի թողնի բախտիքը մահաճույքին, ինչպես կարող է օրինակ Ուկրաինային թողնել, հա։ Իհարկե լավ կլինի, որ չթողնի, բայց ամենայն դեպս։ Եվ այստեղ ես կարծում եմ, որ մենք պետք է հենց այդ հնարավորությունները օգտագործենք, որովհետև մեր արժեքը մերձավոր արևելքի մեր համար նա է, որ մենք եվրոպացի ենք, Եվրոպայի համար մեր արժեքը նա է, որ մենք մոտ ենք նաև հենց մերձավոր արևելքին, մոտ ենք կենտրոնական Ասիային, հա, կենտրոնական Ասիայի համար մենք կարևոր ենք, որովհետև էլի իրանց տեսակետից մենք եվրոպացի ենք, հա, այսինքն վերջապես հնարավորություն է ստեղծվում, որ մենք մեր այս քաղաքակրթությունների խաչմերուկում գտնվելը վերջապես օգտագործենք եւ վերածենք քաղաքական կապիտալի եւ Թուրքիայի հետ էլ ի վերջո մենք այդ ուղղությամբ կլուծենք կարծում եմ մեր խնդիրները, որովհետեւ Թուրքիան ճիշտ է Եվրոպայից ուզում է իր ասած ինքնուրույնությունը պահել, բայց այնուամենայնիվ կարծում եմ Ուկրաինայի պատերազմից հետո Թուրքիան գիտակցեց, որ այնուամենայնիվ նրա տեղը արևմուտքի հետ է։ Ինքը ուզում է իհարկե իր ուրույն օրակարգը ունենալ, բայց ինքը իրան համարում է այնուամենայնիվ արևմուտքի հետ մի ճամբարում։ Հա, գոնե մինչև այժմ։ Շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ քաղաքագետ Միքայել Զուլյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորից։